Ողջույն եւ բարի գալուս պրեմիերա երկու նախագիծ երկրորդ կիսաեզրափակիչն է այսօր ունենք կրկին երկու մրցող թիմ ունենք 3 մասնակիցներ ովքեր այնտեղ սպասում են որսի ձեր ծափարությունների ներքո բարձրանան բեմ երկրորդ կիսաեզրափակիչ փուլում պրեմիերայի իրավունքի համար այսօր կպայքարեն Նարեկ Մակարյանը Լենա Ղազարյանը եւ Արմեն Եդիգարյանը Այո, մեզ այս 3 մասնակիցները առաջին կիսաեզրափակիչ փուլում կորսեցին իրենց իրավունքը կատարելու այն երգը, որոնք իրենք ընտրել են որպես առաջին հորիզոնական, սակայն այսօր երկրորդ կիսաեզրափակիչում նրանք պայքարելու են իրավունքի համար կատարելու այն երգերը, որոնք նրանք ընտրել են որպես երկրորդ եւ երրորդ հորիզոնականներ։ Այսօր կորոշվի թե որ երգով են նրանք անցնում եզրափակիչ փուլ։ Սիրելի ժյուրիների օգնությամբ երկրորդ կիսաեզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է երկու երգ Ժյուրի առավելագույն գնահատականն է 5 այսօր, միևնույն երգ հավասար միավորներ հավաքելու դեպքում եզրափակիչ փուլ կանցնի։ Այն մասնակցի տարբերակը ում համար երգը գտնվում է երկրորդ հորիզոնականում, այլ ոչ թե երրորդ։ Կանոնները ինձ թվում է շատ պարզ են, երգերը ընտրել, գործիքավորել, ժանրային խիստ փոփոխությունների ենթարկել, դարձնել լսելի, այս ամենի համար հարկավոր է պրոֆեսիոնալ մոտեցում եւ իհարկե լուրջ գործընկերներ։ Ծափարենք մեր գործընկերներին, հիմա շատ բարձր Այս եթերաշրջանում նախագծին գործընկերներն են Հանրային ռադիոն, որը ներկայացնում է հեռուստառադիո հաղորդավար երգահան Ավետ Բարսեղյանը։ Նախագծի գործընկերն է Ռադիո Վան, ռադիոկայանը տնօրեն Շուշանիկ Արևշատյան։ Նախագծի գործընկերն է Lime TV, որը եթերում կարող եք դիտել պրեմիերա նախագծի աշխատանքային տեսահոլովակները։ Իր պրոֆեսիոնալ խորհուրդներով միշտ մեզ հետ է Արսենը Սաֆարյան երգիչ։ Եվ իհարկե շատ թեժ է լինելու պայքարը, որովհետև թիմերը կիսվել են երկու մասի։ Կիսանե Պալյան և Անդրե։ Րոպեներ անց շանթի եթերում կլինեն պրեմիերաներ, սակայն մինչ այդ ամփոփենք առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Բոլորդ էլ հիշում եք ինչ է կատարվել առաջին կիսաեզրափակիչ փուլում, եկեք կարճ ամփոփենք, խոսքը տալիս եմ Ավետ Բարսեղյանին։ Շնորհակալություն։ Ամփոփելով առաջին օրը շատ հետաքրքիր եւ բավական անկանխատեսելի էր։ Լավ է, որ ծրագիրը եւ ֆորմատը անկանխատեսելի է, միանշանակ չէին կարող ասել։ Ոչ հեռուստադիտողը, ոչ այստեղ ներկա հանդիսատեսը։ Նույնը ակնկալում եմ նաեւ այսօր հետաքրքիր կատարումներ, այսպես։ Շատ լավ, շնորհակալություն Ավետ Բարսեղյանին ամփոփելու համար։ Արսեն Սաֆարյան Իմ գնահատամանվել դա սկիզբն էր, իսկ հաջող սկիզբը կարծում եմ հաջող ընթացքի գրավականն է նաև ինչ որտեղ։ Հույս ունեմ, որ ավելի գեղեցիկ եւ ավելի գեղեցիկ կատարումներ ենք այսօր լսելու եւ հույս ունեմ, որ այն երգերը, որ ընտրված են հենց իրենց կատարողների կողմից, պետք է մեզ էլ ավելի շատ բան ասեն։ Ուրախ օր եմ մաղթում մեզ այսօր։ Ես էլ եմ մաղթում ձեզ նույնը։ Շնորհակալություն Արսենի Սաֆարյան, Շուշանիկ Արևշատյան, դուք ցավոք կորցրեցիք շատ մեծ բան, ըստիս։ Ինչ եք սպասում եւ ինչ լսել։ Քանի որ ես մասնակցում եմ երգերի ընտրությանը, ամենասկզբից մենք բոլորս իրար հետ ընտրում ենք երգեր, ինձ համար շատ հետաքրքիր կլինի հիմա ընտրված երգերի ֆորմատային լսումը։ Ինձ շատ հետաքրքիր է դա եւ ես սպասում եմ, որ ինձ կուրախացնեն, որտեվ ընտրված երգերը բավականին լավ էին, հիմա ես սպասում եմ իրանց արանժировկան եւ վերջնական տեսքը։ Ինձ համար այսօր ինտրիգա է լինելու եւ ես դրան եմ սպասում։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն Շուշանիկ Արևշատյան։ Կիսանե որպես ղեկավար անցած առաջին կիսաեզրափակիչը, ինչպիսին ես համարում, կատարես քո թիմային առաջադրանքները, որոնք առջև դրած էր։ Ես կասեի գերակատարեց իմ պատկերացմամբ։ Հերիքը Ես կասեի գերակատարեց, այո։ Ես շատ գոհ եմ իմ տղաներից, որովհետև իրենք լավ աշխատում էին, իրենք լավ մտածում էին մեր հետ միասին եւ համենայն դեպս առաջին կիսաեզրափակիչի համար լավ ելույթ ունեցան եւ լավ երգեր էին ընտրել։ Բեն չես տխուր Գիսանա։ Չէ, ես ուրախ եմ շատ։ Շատ լավ, եկեք ծափարենք Գիսանային, որպես պրոդյուսեր նա շատ աշխատանք է արել, որովհետեւ մենք այսօր հաճույք ստանանք եւ Անդրե, դու ոնց որ ասած գետի հաջորդ կողում ես կանգնած, քո բանակով, ինչ կասես քո բանակով։ Մենք ավելի շատ ենք աշխատում։
Ինչպես առաջի կիսաեզրափակչին ենք շատ աշխատել, նույնպես երկրորդի համար ենք շատ աշխատել, քանի որ անցած շաբաթ Գիսանեի թիմից 2 հոգի արդեն անցան եզրափակիչ եւ Գիսանեն ուներ ընդամենը 1 մասնակից այս շաբաթ աշխատելու համար, այսինքն նրանք աշխատեցին ընդամենը 2 երգի շուրջ, իսկ մենք աշխատեցինք 4 երգի շուրջ, բայց ամեն դեպքում աշխատանքը գեղեցկացնում է, ինչպես ասում են։ Շատ օրիգինալ մոտեցավ Անդրեն ասած, բայց հասկացել շատ ուրիշ բաներ։ Շնորհակալություն Անդրե, մեր ժյուրիին խնդրեմ բարձր ծափարեք։ Մենք ասում ենք առաջ եւ այսպես 6 մասնակիցներից 3-ն արդեն եզրափակիչ փուլում են, երկրորդ կիսաեզրափակիչ փուլն է հիմա 3 մասնակից, 3 պրեմիերա եւ 2 թիմ։ Անդրե եւ Լենա Ղազարյան, Նարեկ Մակարյան, Գիսանե Պալյան եւ Արմեն Եդիգարյան։ Առաջին երգը, որի համար կպայքարեն այսօր Նարեկն ու Արմենը, կոչվում է Քեզնով հարբած, հեղինակ Սամվել Ծովակ։ Արմեն Եդիգարյանի համար այս երգը երկրորդ հորիզոնականում է, իսկ Նարեկի համար երրորդ։ Եթե ժյուրին երգի 2 տարբերակները գնահատի հավասար միավորներով, եզրափակիչ փուլ կանցնի Արմենը, քանի որ ինչպես ասեցինք, Արմենի մոտ երգը գտնվում է երկրորդ հորիզոնականում։ Այս կանոնները կարծում եմ պարզ է, հիշեցնեմ, օբյեկտիվ գնահատականի պահպանելու նպատակով թիմի ղեկավարը հակառակորդ թիմի մասնակցին իրավունք ունի ցածր գնահատելու դեպքում, ցածր գնահատի միայն 1 միավոր։ Այսինքն, եթե Գիսանե Պալյանը իր մասնակցին գնահատում է 5, իրավունք ունի Անդրեի մասնակցին գնահատի 4-ից ցածր։ Իրավունք ունես կամ 5 կամ 4։ Հասկանալի է, չէ՞ Գիսան ջան, անցած անգամ ագին տանջվեցինք, ինձ թվում է։ Հա։ Մենք սկսում ենք պրեմիերա 2 նախագիծը, երկրորդ կիսաեզրափակիչ փուլն է։ Այժմ Արմեն Եդիգարյան, Քեզնով հարբած հեղինակ Սամվել Ծովակ, դիմավորում ենք։ Դե ինչ Արմեն ջան, փաստորեն առաջին երգով դու չանցար, այսինքն առաջի երգը չկարողացար պաշտպանել, բայց հոգ չէ, կարևորը որ ըստիս դու լավ ելույթ ունեցար։ Հիմա պետքա կենտրոնանանք քո երկրորդ երգի վրա ընտրած։ Կարող ենք ստանալ բանկոդ իր բարի վիճակը պահելով։ Կամ country-ի մեջ էլի հետաքրքիր կլինի։ Քեզ կտանք մի հատ փոքր բանջո, մեկին էլ կբերենք, որ շուրջ հարմոն նվագի։ Раз, два, 4, 3, 4։ Ես ինքան ծառի, որվածվել ես հոգոսայգում, ես մինգավատություն գինի, Չէ։ ես ամեն սիրդը այվում։ Չէ, նվագում ես նույն տեմպով, բայց երգումը 2 անգամ արագ։ Բարալալանանանա։ Քեզ լողեին սիրդը այվում։ Դու ոտորքում կորած նավակ, ես քո սիրուց բարոզ դարձած։ Դու ոտորքում կորած նավակ, ես քո սիրուց բարոզ դարձած։ Դու գինետում խելառանակ, ես քո սիրում հարբած։ Դու ոտորքում կորած նավակ, ես քո սիրուց բարոզ դարձած։ Դու գինետում խելառանակ, ես էլ քեզ Վերջինի վրա, ցամ։ Անում ենք այնպես, ինչպես որ նա զգում է, այսինքն ռոք, hard rock է։ Սա այն է, ինչ ես իրոք ուզում էի անել այս նախագծի շրջանակներում։ Նա հստակ պատկերացնում է ինչ է ուզում բեմի վրա, դա շատ իրեն օգնում է։ Այսինքն ես կարող եմ ասել, որ ինքը միայն գիտարիստ չի, միայն երգիչ չի, ասեմ այսպես, նա երաժիշտ է։ Կարելի ասել հայրենիք երգին ես ուղղակի ընթառաջեցի, իսկ այս երկուսի մոտ ներում բեկում չկա։ Այսօր ինչ որ մի տեսակ համոզիչ չէր, չեմ հասկանում։
փոթորկում կորած նավակ ես քո սիրուց փարոս դարձած դու գինետուն խելարանակ ես էլ քեզ նով արված դու փոթորկում կորած նավակ ես քո սիրուց փարոս դարձած դու գինետուն խելարանակ ես էլ քեզ նով Արմեն Եդիգարյան, շնորհակալություն։ Հրաշալի կատարում ըստ իսկ հիմա ըստ մեր ժյուրիի անդամների։ Շուշանիկ Արևշացյան։ Rock forever։ Նմանապես է։ Շատ ճիշտ կերպար, շատ դուրս գալիս այս կերպարը, ընդհանրապես այս ազատությունը, այդ հարբած վիճակը ես էլ հարբեցի ձեր երկից։ Իմ դուրը շատ եկա, որտեվ ես լսեցի այդ երգերը, որ մենք ընտրում ենք եւ ինչ դարձավ Գիսանեի շնորհիվ, շնորհակալություն կեցեք։ Շատ ճիշտ կատարում, շատ դուրս եկավ, մի խոսքով, եթե այդպես շարունակվի, ես շատ գոհ կլինեմ։ Շնորհակալություն։ Միայն դրական, շնորհակալություն ձեզ։ Մարտով գիտի երգի սկիզբը եւ տեսավ ինչ է դարձել երգը արդեն։ Արսեն Սաֆարյան։ Ես ասեմ, որ ես հիացած եմ, որովհետև այս երգով հենց դու էիր, այսինքն երգն էլ էր քոնը, եւ ես չէի պատկերացնի, որ այս երգը այս վիճակով կարող եմ ես լսել։ Ես նույնիսկ ավելին ասեմ, ես կուզենամ, որ եթե խմբով նվագում եք, ինձ տեղը ասեք, ես գամ ձեր համերգին, այսպես ասեմ։ Այնպես որ շատ լավն է, բրավո ձեզ, ես հիացած եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն Արսեն Սաֆարյան։ Ավետ Բարսեղյան։ Կա հագուստ, որը գնում ես խանութից ու կա հագուստ, որը դերձակն է կարում հենց քեզ համար։ Կոնկրետ այս պարագայում այս երգը, եթե համեմատես հագուստի հետ, կոնկրետ քեզ համար կարված հագուստ էր ու դու շատ լավ լողում էիր այն դաշտում, որը իսկապես քոնն է եւ իսկապես պայծառ էր, չնայած քո տարիքում հարբեցողությունը չի գովաբանվում եւ խրախուսվում, այնուամենայնիվ բայց սիրով հարբած իհարկե քեզնով հարբած այդ կոնկրետ էտեակով Արմեն ջան, ամենակարևորը հավատում ես, երբ որ դու երգում ես, հավատդ գալիս է, որ սա քոնն է, քո վիճակն է, ամեն ինչ ֆանտաստիկ էր ու շատ ճիշտ քեզ համար։ Բրավո։ Շնորհակալություն Ավետ Բարսեղյան։ Հակառակորդ թիմի ղեկավար Անդրե Կծիր։ Համաձայն եմ բոլոր կարծիքների հետ, ժյուրի անդամների, իսկապես շատ փայլուն ելույթ էր։ Պարզ է, որ քո ձեռագիրը այստեղ մեծ դեր էր իսկապես խաղում, որովհետև շատ աշխատել ենք արդեն X Factor-ում, գիտեմ, թե ինչից ինչ կարող ես սարքել։ Նույնն էլ այս երգն էր։ Շնորհավորում եմ ձեր համագործակցությունը, կարծում եմ, որ իսկապես այս երգը քոնն է։ Շնորհակալություն Անդրե եւ Արմեն, քո թիմի ղեկավարը, ինչքան էլ մի քիչ անսովոր է ասել, Գիսանե Պալյան։ Ես ուզում եմ 3 շնորհակալություն ընդամենը հայտնել։ Ես ասեմ խնդրեմ իմ կողմից արդեն։ Մնացած երկու։ Լավ, 4 շնորհակալություն ներողություն։ Երկու անգամ ինձ։ Մի հատը կավելացնեմ։ Լավ, առաջի շնորհակալությունը հեղինակին, երգի համար, Սամվելին Ծովակ։ Այո։ Երկրորդ շնորհակալությունը Արմենին եւ մեր երաժիշտներին, որոնց հետ միասին սարքեցինք երգը այսպիսին։ Վարդան Գաբոյան, Արմեն Զամուկաշվիլի։ Շնորհակալություն։ Երրորդ շնորհակալությունները իմ գոլեգաներին, որոնք լավ արտահայտվեցին։ Մեր օբյեկտիվ անաչառ ժյուրի անդամները։ Եվ չորրորդ շնորհակալությունը հանդիսատեսին։ Եվ մեր շատ պոզիտիվ հանդիսատեսին։ Եվ 5-րդը Գարիկին, որովհետև Արմենը Գարիկի թմում էր X Factor-ում։ Շնորհակալություն Գիսանե շատ։
Իսկ հիմա հենց Արմենից լսենք, խնդրում մի երկու բառով նկարագրիր աշխատանքային process-ը, ինչպես եղավ որ հենց այս տարբերակը վերջում եղավ, թե հենց այս տարբերակն սկզբից կար եւ մնաց։ Չէ, հենց սկզբից երբ երկը լսեցի, երբ արդեն պետք է աշխատեի երկի վրա, մի անգամից հասկացա, որ սա է տարբերակը, ուրիշ տարբերակներ ես չեմ էլ մտածել, որ փորձեմ սա տեսա։ Էս էր որ կար։ Շատ լավ։ Փորձեցինք ու շատ լավ էր ամեն ինչ։ Գոհ ես կատարումից։ Հա։ Մենք գոհ ենք Արմենի կատարումից։ Անցատեսը նույնպես գոհ է։ Շնորհակալություն Արմեն Եդիգարյան։ Շուտով կիմանանք արդյունքները։ Շնորհակալություն։ Ամեն ինչ հրաշալի էր։ Ահա։ Ինձանից հենց գոհ եմ լսվում է։ Նորմալ էր ամեն ինչ։ Էներգիա տվեցի, էներգիա ստացա։ Ինչպես միշտ։ Նորություն չի եղել։ Նորություն երկներ։ Հավանես ինձ համար նույնպես անակնկալ էր, ես չէի պատկերացնում այս երգը այս տեսքով։ Սա էլ տարբերակ է, կարող է եւ մի քիչ շտկելու դեպքում կարող է այսպես եւ լինել երգը։ Ես ուրիշ ձև եմ գրել ուղակի, բայց սա էլ տարբերակ է, հետաքրքիր է։ Իսկ այժմ նույն ստեղծագործությունը կկատարի իր տարբերակով Նարեկ Մակարյանը։ Ինչ վերաբերվում է համերգին, որտեղ որ դու առաջի համերգին ներկայացրեցիր քո առաջի տեղով անցկացրած դուկաս երգը, ես գոհ եմ շատ քո կատարումից, քո ելույթից, ճիշտ է, չանցավ երգը մեր տարբերակով, բայց կարևորը հավանել են մարդիկ եւ ժյուրի անդամներից էլ կային մարդիկ, ովքեր որ հավանել են։ Ու երկրորդ տեղով անցկացրած երգը արդեն Սուսաննա Պետրոսյանի կատարմամբ անցել է ֆինալ, արզվում է որ երրորդ տեղով անցկացրած երգը մնաց է քեզ տարբերակ որպես երկրորդ կարոտ երգը եւ արդեն պետք է նաև ունենանք երրորդ տարբերակ։ Հարփածը հնարավոր է մենք իրան ծռենք ու տանենք դե որտեղ պետք է։ տալիս փոխելու լիքը ոճերի մեջ, ինքը շատ ազատ ինքը նվագածա տենց ավելի հա, բարդային ոճում դնենք էլի հարփածը, որ փոխենք։ Դուրիշ ձև իրան պատկերացրա։ Այս նանան շատ խիտով է։ Նա Արմենը այս տարբերակով է երկելու վստահ է։ Այս վիճակն է։ Էլի Եգոր Գլումովին դուր է գալու։ Ավելի արագ։ Իրան ռեգետոնի ու մեկը բաչատայի խառնուրդ կարելի է սարքել։ Մնում է երգը սովորես։ Մնում է երգը սովորես։ Կողնորոշվեցինք։ Ես գիտես ինչ է, այն որ մասային պտի վիճակի մեջ կսես էլի։ Այդ ձևի երգեր պետք։ Արմենն էլ այս պրիպևով երգում։ Էլի ինֆորմացիա ու ծեչկա կա, թե չէ։ Ես վեկարուն դումիցախի, որ բացվել ես, հոգուսայգում։ Նարեկ, բարերը, բայց չես հասցնելու։ Հաստատ։ Լավ չի։ Ակտիվ կլնես շատ։ Հա, ոնց դրայվով ակտիվ։ Հա, վերցնել հանդիսատեսին, բայց զրիցիլին, տելեզրիցիլին։ Հարփածը օրինակ օրիգինալ տարբերակից շատ հեռու է Նարեկի կատարմամբ։ Օրիգինալ տարբերակը շատ ավելի մեղեդային է, շատ ավելի հետաքրքիր, մեր մոտ ավելի շատ հարուստ է ռիթմով, հարուստ է ավելի ռիֆերով, որը ավելի երգեցիկ է դարձնում եւ հիթային։ Yes, no way, I'm sick, that in my room.
Բարձում ենք միասին Շնորհակալություն։ Նարեկ Մակարյան։ Լսեցինք Նարեկի տարբերակը, ավելի արևոտ, ինչ որ ավելի շորտիկով մի խոսքով, էլի, ավելի շորտիկով, ավելի ասիվ ու սենջու պենջու։ Այո։ Այս տարբերակի համար առաջին կարծիքը կուզենք լսենք Արսենից Սաֆարյան, Արսեն Սաֆարյան։ Պոնջո, պինջո, այո, հրաշալի տարբերակ էր, գիտես, իրոք որ պալմաներ, արև, շատ թեթև ու հաստատ գեղեցիկ տարբերակ է, պես որ շատ հավանեցի, դու լավ երգիչ ես և գիտես, որ ես միշտ իմ կարծիքն եմ հայտնել, կարծում եմ, որ վերջնական տարբերակում ավելի գեղեցիկ կլինի և ավելի ճիշտ։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն Արսեն Սաֆարյան։ Ավետ Բարսեղյան։ Նարեկ, ինձ թվում է շատ խորաման քայլ են գնացել Անդրեն ու Նարեկը, երկու տառով ավելի էին հիթայնացրել երգը, էոն շատ ավելի դարձել էին պոպուլար երգի, ինչ շատ դուր եկավ կատարումը, դուր եկավ մատուցումը և եթե Արմենի պարագայում օրիգինալ վերսիան էր, սա ոնց որ տարիներ հետո ավելի պոպուլարիզացված տարբերակը լիներ, որը ականջին և սրտին հասավ ամենայն դեպքում։ Շնորհակալություն Ավետ, իսկ դու որպես մարդ, ով տարիներ շարունակ գրում է երգի բառեր, էո բառերը քո կարծիքով դժվար է ընդհանրապես։ Ինձ թվում է երկար մտածելուց հետո է, կարող է լինել խիո, ավելի խան է, ավելի ազգագրական տարբերակը, բայց ընտրել են էստրադային, այո։ Ասեմ, որ էոն երգի հենց բառերի հեղինակը չի գրել։ Ես գիտեմ, որ դա Անդրեի գիթացին։ Անդրեի պլագինն է եղել։ Չէ։ Կասի, լավ, Անդրեի հերթը եթե հասնի։ Շնորհակալություն, Ավետ Բարսեղյան։ Շուշանիկ Արևշատյան։ Միանշանակ այս տարբերակով երգ ավելի խիտային է, միանշանակ, ավելի թեթև, նման էր ամառային թարմ աղցանին, շատ մեծ գույներ կար այդ ձեր կատարման մեջ, մարոլն էլ ամեն ինչն էլ տեղն էր, համով հոտով, ինձ դուր եկավ և ինձ թվում է, որ այս տարբերակը բնականաբար շատերին ավելի դուր կգար և շատերը ավելի մեծ հաճույքով դա այս տարբերակը կնախընտրեին լսելու մեքենաների մեջ կամ մանգալուց և այլն, ստում է բոլոր համաձայն են, ինձ դուր եկավ շատ ձեր կատարումը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կիսան Էպալյան։ Կիսան այս երգը քեզ շատ մոտ երգ է։ Քո ժանրի մեջ, թեթև, ավելի արևոտ։ Ինչ կասես դու։ Ամենակարևորը ես ուզում եմ ասել, նախ շնորհակալ եմ, որ դուք սարքեցիք այն երգից, որը մենք ունեինք, որը կարելի ասել Մելամաղձո, հանգիստ այսպիսի երգ էր, առաջարկած երգը, և մենք և Անդրեի թիմը սարքեցինք պոզիտիվ, դրական և դինամիկ այս երգը։ Ռադիկալ տարբեր։ Այո, և իրարից տարբերվող, ես անկեղծ ասած փորձերին չեմ լսել, Նարեկ, հատուկ, որպեսզի ինձ համար էլ անակնկալ լինի, հիմա լսել է։ Իսկապես ուրախացրեց այդ ամենակարևորը դրական մոտեցումը։ Անկախ ամեն ինչից, որ երգը, որ տարբերակը որ անցնի, մենք ունենանք դրական լիցքերով լավ երգ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն, Գիսան Էպալյան և թիմի ղեկավար Անդրե։
Էոյի մեծ գաղտնիքը Նարեկն է Էոյի մեծ մտածել, գաղտնիքը, այո, քանի որ ինքը չուներ կրկներք, նանանանանանա, հեղինակը նանանա էր երգում, Գիսանեի թվում ընդհանրապես չկար, չէ, ձեր տարբերակում նանանան էլ էր հանված, այսինքն, բայց իհարկե շատ գեղեցիկ էր գիտարի մասերը, որտեղ որ Արմենը լցում էր, իսկ քանի որ այստեղ ինչ-որ ամառային, ծովային, ինչ-որ տրամադրություն էինք պատկերացնում եւ աղցանային, Նարեկը մտածեց եւ էո սարքեց այդ նանանան։ Նանան փոխվել է էոյով։ Այո։ Շատ լավ։ Օրինակ ինչը չէր ասում նանան, որ ասում է էոն մեզ։ Գիտես, օրինակ ժամանակին 99 թվականին Արսեն Սաֆարյանը ինձ համար բառեր է հիշում ես էո երգ։ Ես էո երգ ունեի եւ Արսեն ասեց էո թողի։ Հիմա կարծում եմ որ էոն ակտուալ է 2014-ին է։ Մեծացել եք էոյի տակ։ Հետո էոյի էինք գնում, ասած ավետը, ասում էր էո գնալուց։ Շատ լավ։ Բայց չկարծեք, որ մենք վերցել ենք Արսեն Սաֆարյանի տարբերակը։ Չէ, ոչ մեկ։ Քավլիցի։ Չէ, ես էի երգում այդ էոն։ Շատ լավ, շնորհակալություն Անդրեին։ Շնորհակալություն։ Նարեկ, քեզ դուր եկավ քո կատարումը։ Պատկերացրեք, այո, շատ թեթև լավ երգ, որը շատ լավ պոզիտիվ էներգիա մատուցեց մեր հանդիսատեսին։ Շնորհակալություն։ Դու տես չունես խնդիր երգը դարձնելու այնպեսին, ոնց որ դու ես պատկացնում պետք է լինի, բայց ունես խնդիր միշտ բառերը սովորելու հետ։ Նման խնդիր շատ ունեն երգիչները, դա քրոնիկական հիվանդություն է, տեքստի չսովորել։ Տեսնում եմ մոնիտորի վրա միայն քո բառերն է կպցրած դրա համար։ Այո, նման բան կա։ Ինչ արած, բայց խնդրում եմ ասա, եթե օրինակ ավելացրած չլիներ էոները, մնացած բառերը կհիշեի։ Պետք է ասեմ ամենաշատը խառնում եմ էոյի մասը։ Ամենաշատը հասկացա, որ նոր ես ավելացրել, դրա համար երևի շատ լավ։ Իսկ Արմենի տարբերակը լսում էիր դու։ Այո, պետք է ասեմ Green Room-ից լսում էի ու ասեմ շատ հետաքրքիր ու լավ տարբերակ, պետք է ասեմ իրան այդ տարբերակը շատ է սազում ու անձամբ ես մեծ հաճույքով կլսեմ։ Շնորհակալություն Նարեկ։ Նարեկին բարձր ծափարում են հրաշալի կատարման համար։ Կարծում եմ ժյուրին իրոք հիմա ունի 2 շատ տարբեր երգեր եւ 1 ընտրություն։ Շատ հետաքրքիր է սա դարձում ձեր աշխատանքը, սիրելի ժյուրի։ Դուք մտածեք, իսկ մենք ճանապարհում ենք Նարեկ Մակարյանին։ Նարեկ Մակարյան։ Չնայած որ մի քիչ վատառող չեմ, բայց կարծես թե հետաքրքիր ստացվեց, լավ կատարեցի։ Կարևորը այս երգի մեջ բնականաբար վոկալը չէ, այդ տրամադրությունն է, որը պետք է փոխանցել դրական տրամադրությունը դեպի հանդիսատես ու կարծեմ դա ստացվեց։ Ինձ համար սա նույնպես անակնկալ էր, շատ ուրախ երգ էր, սա էլ ընդունելի է, նորմալ կատարվեց, ճիշտ է, իմ ներկայացված երգի հետ այնքան էլ կապ չունի, բայց սա էլ ձև է։ Մեղեդիներ մի քիչ փոխվի, բայց սա էլ ձև է, ինչ ասեմ, լավ է։ Շնորհակալություն, քիչ հետո կկայանա Աննա Գզրյանի կարոտ երգի պրեմիերան։ Ասեմ որ այս երգի համար հայտ են ներկայացրել Լենա Ղազարյանն եւ Նարեկ Մակարյանը։ Նրանք երկուսն են որ մրցելու են այս երգի համար, այսինքն մրցակցությունը լինելու է քո թիմում Անդրե։ Սա թմային մրցակցություն է, շատ ուշադիր, եւ առաջինը այս երգը իր տարբերակով կկատարի Լենա Ղազարյանը։ Հոգով կերկես այս երգը։ Եղավ։ Դու այս երգն եթե կորցնես, չէ, հոգով։ մնալու է ռոքային փակողի։ Փակողին ռոքային է շատ։ Փակողին, հա, փակողին լավ ծանր։ Դուրս գանս այդ երգը։ Բայց բանին դու ավելի լավ։ Ոնց, փորձին շատ լավ էր երգում։ Փորձին կոնկրետ լավ էր երգում, այդ օրը իմ խմբում բոլորն են վատ են երգել, բացի Նարեկից։ Նրանք Նարեկը ստանդարտ Նարեկը ոնց ավելի լավ երգեց։ Մտածում էի գոնե 1 դնեմ, բայց ոնց 1 դնեմ։ Գոնե 2։ Կեստոն թե միտոն բարձրացնենք։ Իջացնենք։ Բարձրացնենք։ Քեզ եմ հարցում, ես չեմ Բայց պետքա բարձրացնենք ինձ թողնա։ Մի հատ բայց երգեմ էլի, ես չեմ երգել։ Շունչի մեջ հապնում է, ուրնի մեջ մարում է կարոտից, լույս աչքիս Կարանք բարձրացնենք։ Ինձ թվում է։ Սոլ ջեզ մինոր։ Շունչի մեջ հապնում է, Դե ձենով երգեք։ Մարում է կարոտից Գիտարով, հա, հետո մալուպը, տաշնամուր Կարոտից
եկեք։ Մի տոն չէ։ Հա, չէ, կես տոն։ Եկես ավելի լավը չանեք։ Դե մի տոն։ Սա խեշտացնում եք։ Չէ, մի արեք, եթե մտածում եք չի ընկնելու, արդեն 5 օրա փորձում ենք։ Նո, մի արեք։ Թոն արեք ուրեմն արեք։ Նարեկը ինչ ուզե։ Ոնց եք պայմանավորել, այս երկը երկուստև վատ պիտի երգեք, որ մնա Արմենին։ Որտեւ երկու հատ սիրուն երգ տարել են մեզանից։ Այն ֆալցետը ինձ թվում է չէ, այդ ձևի չէ, որովհետև երկրորդ կուպլետի Պիրիխոդնա դեպի արդեն վերջի պրիպևներ, դրա համար ինքը ոնց որ սենց փսկի մի տեսակ։ Կարոտը շատ հեռու չեն գնացել երկրորդ տարբերակներն էլ օրիգինալից, քանի որ կան երգեր, որոնք որ ուղղակի ինչքան է փոխես, այն չի լինի։ Մելոդիկ տարբերակով, ավելի անցած անգամվա երգի նման։ Պայքարում եմ երկու երգերի համար, չգիտեմ, որ ինձ կտա ժվին։ Ինձ թվում է վերջնական կարծիքը իրենցն է եւ որը որ իրենց կարծիքն է, թող դա էլ ինձ տան։ Ես մեծ սիրով կկատարեմ։
Լենա Ղազարյան։ Շնորհակալություն Լենա։ Շատ գեղեցիկ կատարում։ Շատ ուզիչ։ Կարծում կարոտի մասին երգեր են, որոնք բոլորին են հարազատ, որովհետև կարոտ բոլորն են ստում։ Սկսենք Արսեն Սաֆարյան։ Այս ոնց ես երգում դու։ Ուզված ասես, Շատ լավ ես երգում եւ ինձ թվում է այս երգը ուրիշ էլի տարբերակներով էլի գեղեցիկ կընչի, քո տարբերակում կոնկրետ գեղեցիկ էր էլի, ինձ թվում է ես ձայնագրություն եմ լսում, այ տենց երգեցիր, տենց մաքուր, եկեք ծափարենք, որ տենց կարա երգի, պես որ ուրախ եմ քեզ համար, ուրախ եմ մեզ համար, ուրախ եմ պրոյեկտի համար, որ մեր հեռուստադիտողն էլ այսպիսի երգեցողություն է լսելու առհասարակ եւ երգի այս տարբերակը։ Շնորհավորում եմ, հիացած եմ այս բանին քեզնով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արսեն Սաֆարյան։ Շուշանի Կարևշատյան։ Շատ գեղեցիկ մեղեդի է ինքը իրանից, դուք իսկապես շատ գեղեցիկ կատարեցիք այդ երգը, երկրացողության հետ կապված ոչ մի խնդիր ես ինձ համար չտեսա, բայց ես ունեմ մի նկատառում, եթե թույլ տաք, ես օրինակ կուզեի, որ այդ կարոտի մասին ավելի անկեղծ երգվեր, այսինքն ավելի մի փոքր այնպես, որ ես հավատայի եւ տեսնեի օրինակ լիչնա, ես այդ կարոտը ձեր աչքերի մեջ եւ հավատայի այդ կարոտը, այսինքն խորությունը ես գայի, մենակ դա է իմ նկատառումը, մնացած շատ լավ է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, երկու շատ տարբեր կարծիքներ հենց որ հնչեցին եւ միշտ օրիգինալ Ավետ Բարսեղյան։ Հազար ու մի այս թեմատիկայից Լենա ջան, ինչքանով որ կարողացար, ես ուզում Շուշանին ասել, որ այն ինչքան իր խորությունը տալիս է, այդ կանով ինքը կարողացավ մաքսիմումը տալ, որովհետև Լենան ապրում է Հայաստանում, Լենան դեռ եթե չեմ շփոթում սիրահարված չի կամ հեռավորության վրա կարոտի այդ բուրըն զգացողությունները չունի, դրա համար երկչուհու հոգին որքան որ տալիս է մաքսիմումով տվել է, ինչքան որ հնարավոր է։ Դա էլ իմ կարծիքն է։ Լենա ջան, հետաքրքիր գույնով ներկայացրեցիր շատ սպեկուլյատիվ նաև թեմա է կարոտը, որովհետև դա հիմնականում հայերիս համար արցունքաբեր թեմա է, բայց դու ներկայացրեցիր դա յուրովի, նենց ոնց որ Լենա Ղազարյանը երկչուհու ճանապարհը շատ ուժեղ բռնած երկչուհին կկատարել։ Իսկ Շուշան Արևշատյանի ասածը ըստ իս շատ տեղին էր, բայց դա ժամանակի եւ քո էմոցիաների հետ է կապված, որ դու պետք է մեծանաս, որ կարոտի մասին էլ ավելի խորունքային վերցնես, որ կարողանաս շատ ավելի հուզել։ Բայց քո այսօրվա ներկայացած տարբերակը ինքը բացարձակ վատը չէ, շատ գեղեցիկ կատարում է, շնորհակալություն։ Շատ անալիտիկ պատասխանեց Ավետ Բարսեղյանը, շատ շնորհակալություն, շատ բաներ տեղ ընկավ ինձ թվում է։ Շնորհակալություն Գիսանե Պալյան։ Այս երգի հետ կապված ես ուզում եմ ասել, որ շատ խոսակցություններ եղան եւ իրարամերջ կարծիքներ, երբ ընտրում էինք այս երգը, եւ երևի 6 երգերից քիչ ձայները, ընտրված երգերից քիչ ձայները հավաքեց այս երգը։ Ես բացատրեմ ինչի կոնկրետ մտածում եմ, որ Լենան այլ երգ պետք է երգի եւ կսազի այլ երգը, որովհետեւ այս թեմայով մենք մեր էստրադայում բազմաթիվ երգեր ունենք, կարոտի եւ այսպիսի երաժշտությամբ, երաժշտական մոտեցմամբ զուտ հայկական էստրադային վիճակ էր։ Լեն, մենք գիտենք, որ դու շատ լավ երգում ես եւ միշտ քո կատարումներից հետո ես դա նշում եմ, պրոֆեսիոնալ երգչուհի ես, բայց ես զգում եմ, որ քո մեջ կա մի բան, որ դեռ բացահայտված չի։ Եվ ես կուզենայի, որպեսզի այլ երգով դու հանդես գայիր եւ բացահայտեիր։ Դու ունես այդ հնարավորությունը իսկապես եւ ես գիտեմ, որ դու շատ ավելի հետաքրքիր բան կարող ես ներկայացնել եւ զգալ եւ ես պետք է սպասեմ այդ պահին։ Համենայն դեպս իմ համար նորություն չէր քո այս ելույթը, ոչ մի տենց արտառոց մի բան տեղի չունեցավ Լեն ջան։ Կատարողական։ Բացի լավ կատարումից, որը միշտ արկա է քո դեպքում։ Շնորհակալություն Գիսանե Պալյան եւ թիմի ղեկավար Անդրե Ամփոփեք։ Սկզբում էր խոսքը, թե այսպիսի երգեր շատ կան, թե կարոտի մասին շատ են երգում, նորմալ է դա, սիրո մասին էլ է շատ երգում, իսկ ինչի մասին եք ուզում երգել Հայաստանում։
Օ, լավ հարց է, ես Աչ թեքվես, թե ձախ թեքվես, այսինքն մենք ապրում ենք Հայաստանում, մենք ստեղծագործում ենք Հայաստանում եւ պրոյեկտում թող լինի մի այսպիսի երգեր։ Քանի որ Նարեկն էլ դեռ իր տարբերակը պետք է կատարի, իսկ Լենան դեռ ունի մեկ երգ ներկայացնելու, ես կարծում եմ, որ դուք ձեր ցանկությունները կտեսնեք Լենայի երկրորդ կատարման ժամանակ, այսինքն քիչ մնաց, շատ փայլուն ես երգել, ինչպես միշտ։ Ինձ արդեն չի զարմացնում քո գեղեցիկ երգելը, քո գեղեցիկ կատարումը եւ քո մաքուր ձայնը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Լենա, իրոք գեղեցիկ կատարման համար դժվար տրվեց այս երգը քեզ։ Դրապես դժվար չտվեց, իսկ օրինակ քեզ եւ քո ոնց որ թիմի ղեկավարին ինչը խանգարեց այս երգում ներդնել էյո բառերը ոնց որ արել եք։ Ինձ թվում է ես այդ ոճում դեռ չեմ երգել դրա համար, փորձեցի ոճում շարունակել։ Այո։ Դեռ չես երգել։ Շատ լավ։ Շատ լավ։ Երգը քեզ դուր գալիս է։ Այո, շատ։ Անձամբ քեզ։ Կարևորը դա է։ Քո դուրը գալիս է, դու էլ գեղեցիկ կատարում ես։ Շնորհակալություն։ Լենային ծափարում ենք, Լենա Ղազարյան։ Ինձ թվում է փորձերից ավելի լավ են ներկայացրել։ Ես շատ հավանեցի իմ ելույթը։ Ժյուրի անդամները բոլորն էլ հավանեցին։ Բարեկի տարբերակը չես լսել, չէ՞։ Լսել ոչ, բայց ինձ թվում է լավ կլինի։ Եթե խոսքը վերաբերվում է կոնկրետ կատարման, կատարումը լավն էր, իսկ տեսակի մեջ լավն էր։ Իսկ գործիքավորումը ինձ թվում է, որ վերջնական տարբերակը չի, ուներ տեղեր։ Թերի կողմեր ուներ։ Այժմ այս երգի իր տարբերակը կկատարի Նարեկ Մակարյանը։ Կարոտ երգը առհասարակ իր կառուցվածքը ունենցա, որ տարբեր ոճեր չեն կարող վրան փորձել, միակ տարբերակը պետք է լիրիկ տարբերակ անել։ Տոնայնությունը հասկանալ։ Տոնայնությունը օրիգինալից պետք է մի տոն ու կես իջնենք հələ, երևի։ Կարոտի ցայնը իմ միշտ թողում է Կարոտի Ինչ նոտ է։ Էդ չի։ Տանավինա Բայց կա այդ նոտը։ Կուզեի երեք կուպլետում է ցենց փափուկ սուբտոնային սիրուն տեմբրով, որ երգես ու ինձ թվում է կեստոն ցածր ավելի հարմար կլինի, որտեվ հետո կպայթես արդեն։ Հա, մոդուլյացիային։ Իսկ եթե ոչ լիրիկ իրան Ինչ ձև, բայց ես չեմ պատկերացնում։ Չէ, բայց ցենց սիրուն է շատ։ Լույսն աչքիս խավար է, երկնի մեջ ծնվում է, կարոտին Հա, ստեղ ուրիշ տող է։ Այս փուլի համար ես չգիտեմ, ավել բան ես երկի հետ կապված ու քո հետ կապված չեմ պատկերացնում, որտեղ ամեն ինչ կանես հաստատ։ Իրան պետք է հոգի տալ ու մոդուլյացիա ու ես կարամ մի քիչ իմպրովիզներ անալ։ Ну, հա։ Էլի պետք է լացածներ։ Փորձին, հա, պիտի լացածներ։ Ուզած չուզած։ Էս մեկով։ Շուրջի մեջ ատնում է, հունի մեջ մարում է կարոտից, լույս աչքիս խավար է, երկնի մեջ ծնվում է կարոտից։ Ձայնդ տեմբրը շատ սիրուն է այս երգ։ Լուրջ։ Քոնն է այս երգը լրիվ։ Կարոտ երգը ընդհանրապես շահավետ երգ է։ Իսկ սկզբանե էլ առաջի փուլերին, երբ որ լսում էինք, երգը այո շատեր ասում են, դե շատ է երգվե կարոտի մասին, շատ ենք լացում եւ այլն, ինչքան այդ դա միայն խոսակցությունն է, որովհետեւ ողջ աշխարհը սիրում է նայել ֆիլմային ժանրերից մելոդրամա եւ այդ ժանրը երբեք չի ծերանալու, իսկ երգերից մելամաղձոտ նման դրամատիկ երգեր մեկ է, ուզենք թե չուզենք, իրենք ավելի աշխատող են։ Շատ գեղեցիկ մի ստեղծագործություն, որը իրոք պետք է հուզի բոլորի սրտերը։ Հուսամ կարողանամ հասցնել հանդիսատեսին այդ բոլոր էմոցիաները։
Կարոտից սիրտը իմ միշտ ծավում է Կարոտից միշտ աչքերը ստեղծում է Կարոտից ձայնը իմ միշտ ուղում է Կարոտից իմ հոգին արտասվում է Կարոտից երերում է մարմինս Կարոտից ձեռքերս միշտ իջնում են Երկնքի կապույտին միշտ փարվում են Կարոտից ես տանջվում եմ Շունչնի մեջ հատնում է Հույնի մեջ մարում է Կարոտից Լույսն աչքիս խավար է Երկնի մեջ ծնվում է աղոտքից Շունչնի մեջ հատնում է Հույնի մեջ մարում է Կարոտից Լույսն աչքիս խավար է Երկնի մեջ ծնվում է աղոտքից Կարոտից սավառնում են մտքերս Կարոտից երամի հետ ճախրում են Կարոտից իմ հոգին ոտորվում է Կարոտից արցունքներս մաղում են Կարոտից ջերմակում են մասերս Մտովի մորս միշտ խենդ գրկում են Կարոտից իմ հոգին միշտ անտուն է Կարոտից կարծես ման ինձ միշտ յուր է Շունչնի մեջ հատում է Հույնի մեջ մարում է Կարոտից Լույսն աչքիս խավար է Երկնի մեջ ծնվում է աղոտքից Շունչի մեջ հատում է Հույնի մեջ մարում է Կարոտից Լույսն աչքիս խավար է Երկնի մեջ ծնվում է աղոտքից Նարեկ Մակարյան Շնորհակալություն։ Կարոտ երգեհեղինակ Աննա Գզրարյան Շնորհակալություն հեղինակին Շնորհակալություն Նարեկին Լսենք կարծիքներ ծափահարություններից հետո Ես ինչպես են ծափահարում Այո Շնորհակալություն։ Շնորհակալություն այժմ լսենք մեր սելի ժյուրի անդամների կարծիքները Արսեն Սաֆարյան Ես կարծում եմ, որ նախ շնորհակալություն քեզ, բրավո, եկեք եւս մեկ անգամ ծափահարենք։ Հիմա մենք տեսանք գուցե ավելի հասուն էմոցիա, գուցե ավելի հասուն էմոցիայով։ Ինչ շատ դուր եկավ,
շատ դուր եկավ, չգիտեմ, ընտրել եք ուղակի հենց, հա, այս տարբերակը, թե հետո ինչպես եք մտածում, որ պետքա լինի, չգիտեմ։ Սա հարցեր են, որոնք պետք է բարձեք։ Պետք են բարձել, Գարիկ։ Շնորհավորում եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, գեղեցիկ կատարեցիր էմոցիայով, որ եկավ դեպի մեզ այդ էմոցիաները։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալ։ Շուշանի Կարևշատյան։ Մենք լսեցինք հիմա երկու տարբերակ, կանանց տարբերակը, կնոջ տարբերակը, երբ որ նա երգում է կարոտի մասին եւ տղամարդու տարբերակը երգող կարոտի մասին։ Բնականաբար էմոցիոնալ պետք է տարբեր լինեն, որտեղ կինը եւ տղամարդը իրենց զգացողություններով տարբեր են։ Այստեղ այն ինչ որ ես մի քիչ առաջ ասեցի, այդ խորությունը եւ էմոցիան ավելի շատ էր ինձ համար եւ ես հավատացի եւ այդ կարոտը իմ հետ ես էլ կիսեցի ձեզ հետ, իսկապես եմ ասում, ինձ թվում է բոլորն էլ համաձայնվեն ինձ հետ։ Շնորհակալություն, որ ես կարողացա ձեզ հետ կիսեի այդ կարոտը եւ ապրեցի ձեզ հետ այդ երգը։ Շնորհակալություն այդ տարբերակի համար, իսկ ինձ թվում է, որ ոչ մի բան պետք չի փոխել, ինքը պատրաստ ստեղծագործություն է, պատրաստի։ Եվ ձեր կատարումով շատ ազդեցիք։ Շնորհակալություն։ Ձեզ դուր եկավ ինչպես հասկացա, Նարեկի կատարման պես ստեղծագործությունը, անցնենք առաջ, Ավետ Բարսեղյան։ Երբ որ տարբեր թիմերի մասնակիցներն են տարբեր ձևով ներկայացնում, դա պարզ է, բայց որ նույն թիմի մասնակիցներն են շատ տարբեր գույներով ներկում կարոտ հասկացողությունն ու զգացմունքը, դա եւս մեկ անգամ թիմի ղեկավարի եւ կատարողների խնդիրն է, որի տակից նրանք շատ ճիշտ դուրս եկան։ Լենայի կարմիր կարոտը ու քո այս տարբերակը շատ իրարամերժ էին, շատ տարբեր էին։ Քո նետը, եռանետը, որը մտքի, սրտի եւ հոգի սուբստանցիաների վրա ըստ իս շատ ավելի ազդեցիկ էր։ Ինձ կոնկրետ շատ քո կարոտը ավելի հասավ ու շատ ավելի աղեղը նետից շատ ավելի լարված է իր ձգել։ Քո կարոտը ըստ իս հավատալի է, շատ ավելի ուխորումքային։ Շնորհակալություն բան։ Շնորհակալություն Ավետ, քո բառերը ճիշտ ասած ինձ ավելի հուզեցին, քան երգը։ Այդպես է։ Շատ գեղեցիկ է։ Կիսան Էպալյան։ Գիտեք, այս են տարբերակն է, երբ իսկապես կատարումից կարելի ասել շատ բան է կախված։ Անկամ այն պարագայում, որ երգը ինձ համար ընտրված 6 երգերից ամենակիչն էր դուր գալիս, հիմա դուր եկավ ի շնորհիվ քեզ, Նարեկ, այսինքն ի շնորհիվ քո կատարման։ Եվ ընդամենը մեկ բան եմ ուզում ասել, նախագծի ընթացքում դու այսպիսի երգով դեռ չէր ներկայացել, ակտիվ երգեր եմ լսել, երկու, իսկապես սա քո ոճն է եւ դու այստեղ շատ լավ ես քեզ զգում։ Եվ ես ուզում եմ ասել, որ դու երգը չերգեցիր, դու կատարեցիր։ Ռուսերեն այդպիսի խոսք կա, իսպոլնիլ։ Չեմ ուզում է վատ տարբերակն ասել, բայց դու կատարեցիր այս երգը։ Իսպալնյատը։ Այո։ Ուղղակի ուզում էի, որ դու ասեիր գար քեզ սազում ա տենց էլի, ասել է ավելի։ Շատ լավ։ Բացարձակ մարդը կրթության ճանապարհին է, մի նրան։ Մի խոսքով կատարեցիր փայլուն, Նարեկ, շատ դուրս։ Շնորհակալ եմ, շատ։ Շնորհակալություն Կիսան Էպալյան նաև ինձ փուրը տալու համար եւ Անդրե։ Ուրեմն երբ որ փորձի ժամանակ Նարեկը երգեց, իսկ Արմենը Ձամուկաշվիլի նվագեց, Նարեկի տեմբրը այնքան լեցուն էր այս երգի մեջ եւ չգիտեմ, ես այլ բան չլսեցի։ Դրա համար ես ուզեցի, որ դատարկ Արմենը լինի եւ ավելի շատ Նարեկի էմոցիաները եւ հոգին, որ հանդիսատեսի արդեն այդ բուրըն ծափարությունները ապացուցեց, որ այս երգը աշխատող երգ է եւ ես երբևիցե չեմ սխալվում այդ առումով։ Շուտով կվերցնի իրենքը երգի այդ։ Իր ոչի մեջ եզրափակեց Անդրեն խոսակցությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ժյուրի անդամներին ձեր կարծիքների համար։ Նարեկ, դու ինքդ որ երգը կնախընտրես երգել եզրափակում։ Պետք է ասեմ, որ կարոտ երգը ես ընտրել եմ 3-րդ տեղով,
Սակայն երգը երգելուց հետո ինչ ուրիշ բանը լսելով երգը ընդունես քոննա թե չէ, ինչ երգես կատարես, պետք է ասեմ, որ իրականում շատ հուզիչ ու շատ լավ երգը ու փորձերին երբ երգում էի միշտ նկատում էի մարդկանց միմիկաները, պատահական անցորդների, անգամ պատահական անցորդների քեզ չեմ նկատել ճիշտն ասած, պատահական չեմ ասում, սակայն պետք է ասեմ, որ հուզիչ երգ է ու կարծես թե հանդիսատեսին կպնում այդ երգը։ Կարծես թե չէ, դրանում համոզվեցիր դու։ Ժյուրի, ի նկատի ունեցեք։ Արեքի խոսքերն, Արեկ ջան, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ծափարում ենք Արեքին եւ երգի հեղինակին։ Շնորհակալություն ձեզ։ Սիրելի ժյուրի անդամներ, այժմ ժամանակն է, որպեսզի դնեք ձեր գնահատականը։ Շատ հուզիչ էր, անգամ ինձ համար էր հուզիչ, որովհետև միթե միևնույն է, ես ապրում եմ իմ հայրենիքում, բայց նաև կարոտում եմ իմ հայրենիքը ու պետք է ասեմ, որ հանդիսատեսին շատ դուր եկավ այս տարբերակը, որը ինձ համար շատ ուրախալի է։ Մի խոսքով կարող եմ ասեմ, որ շատ լավ էր։ Ճիշտն ասած, շատ ազդեցիկ երգեց Նարեկը եւ ասեց այն ինչ որ ես կուզենայի ասել։ Ամեն ինչ ասեցինք։ Շնորհակալություն, այժմ տեղի կունենա եւս մեկ երգի պրեմիերա։ Փակուղի, այսպես է կոչվում երգը, նշեմ, որ երգերն ընտրելիս մասնակիցներից ոչ ոք այս երգը չէր ընտրել, անտեսել էին կարելի ասել, սակայն Արմեն Եդիգարյանը եւ Լենա Ղազարյանը երկրորդ կիսաեզրափակում այս երգը ընտրել են որպես իրենց երրորդ տարբերակ։ Եվ այժմ փակուղի երգը կկատարի Արմեն Եդիգարյանը։ Արմեն Եդիգարյան։ Առաջի երկու տողը մինչև Տևատելես չեմ կարող թրջել։ Այդտեղ պաուզաներով ենք, այսինքն ռիֆը կերտա։ Մոդավոր էս տեսք ունի։ Ստեղ ես նիսկիների վրա կենեմ դու։ Այդ համի նվակը։ Վեր գաուս նայիր ջարդել ես իմ թևերով Վեր գաուս նայիր քո թողածդ կերով Թևատել ես շեմ գալող թրջել Քո սիրուցի ես շեմ կարողանալ Ստոպ Ուրիշ երգ ես երգում Հա? Կարող է ուրիշ երգ ես ընտրել չգիտենք Չէ, սեր, փակուղին Խոսքերը նույնն ես երգում, բայց մեղեդին լրիվ երգում ես ոնց ուզում ես Արմ Վերկաց նայիր Չէ հա Դու բխել ես իմ թևերը Անկամ տեմպի մեջ ինքը նույն մեղեդին պետք է լինի լավ մի փոքր ես կողմ են կողմ բայց մեղեդին ուրիշ է Վերկաց նայիր Դու ջարդել ես իմ թևերը Վերկաց նայիր Դանանարամ բարարիրամ Թևատել ես չեմ կարող թրջել Այս սենց պետք է լինի Բայց բոլորը բոչկա չի շարում Բոլորը շարի բոչկա, պատկասմ ինքը դուգու ոտերը խփում է Քանի տարեկան էի? 12 Մենք է դառանք Իրեկս էր 12 դառանք Արմ, բայց անցած երեք լավ էիր ավելի երգում մի տեսակ ուրիշ ձև էիր երգում երեք Դե բաց դրանից Արմ ջան, ոնց սկսում ես, տենց վերջացնում ես Պետք է պրիպևը պետք է կուպլետից տարբերի, չէ Բնականաբար մեղեդային գիծը չի փոխվել, բայց 180 աստիճան փոխվել է իրենց հնչեղությունը, այսպես կարող եմ ասել։ Այն ինչ ես ստացա փակուղու հետ, այդ չգիտեմ, հրաշալի է։ Ու ես անգամ համաձայն եմ, որ ընդամենը մի անգամ այդ երգը համերգի ժամանակ նվագեմ ու վերջ։
Ջաստելսին տևերը Դերգատ նային Կեսից մնացած վերքերը Թևատելես չեմ կարող թրջել Կոսիրուց ես չեմ կարող վախչել Մեղացած աչքերին ներկատ նայիր իմ կարոտած շուրթերին առանց թե վրեժտակներ չեն լինի դարձել եմ արգելված ախավրի ազատության թևեր առնեմ գնամ ինձ ավչես գամ քո կյանքից հեռանամ Գոնեմ իստեր դառնամ աննակատերա Hey, hey, hey Down pivot arnem ganam It's off just gam kokankis Eranam Gome misvel darnam Anakateranam Azatu down pivot arnem ganam It's off just gam kokankis Eranam Gome misvel darnam Արմեն Եդիգարյան եւ եթե հեղինակը դեռ դահլիճում է Տիգրան Աթայանին ենք ծափարում այս երգի համար Շնորհակալություն Տիգրան Աթայան Սկսենք Շուշանիկ Արևշատյանից Շատ է դուր գալիս Արմենի կերպարը շատ այս պարագայում երևակայի երգը այդքան կարևոր չի ինչ էլ դու կատարես այս ոճով ռոկի մեջ քո ոճով շատ լավ է ստացվելու անգամ նայեցի ինչ-որ ցոյից բան զգացի, որտեվ այդ խարիզման վատ չի ինձ համար։ Ցոյը գուցե եւ քո դուրը չի գալիս, բայց բեմից դուրս է գալիս այդ ազատությունը, այդ խարիզման, որը քեզ մեջ կա, եւ այդ հավատացնում ես։ Այսինքն այս տարբերակում երգն էլ կարևոր չի։ Քո տարբերակով կարևոր չի ինչ ես կատարում։ Դու կատարում ես քո ոճով եւ կեցես, շատ է դուր գալիս քո կերպարը եւ քո կատարած գործերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Շուշանիկ Արևշատյան, Ավետ Բարսեղյան։ Իմ շատ սիրելի Շուշանիկ Ռոբերտի Արևշատյանին եւ Արմենին այնուամենայնիվ ուզում եմ հիշեցնել, որ սա երգի մրցույթ է եւ համով պուպուշ ռոք կերպար լինելը դեռ համով պուպուշ ռոք կերպար նախադասություն չկա։ Կա։ Եթե ես ասում եմ այդուհանդերձ դա գրանցվում է։ Դու չէ, դուք, եթե դուք ասում եք Ավետ։ Արմեն շատ կայացած ես վիճակի մեջ ու իսկապես ինչպես Արևշատյանը ասում է շատ լավն ես ռոքի այդ ազատության խարիզմայի մեջ այդուհանդերձ իմ ընկալումը կոնկրետ երգի մեջ խոսքայինը դու այնքան շատ ես քո էմոցիայով քո ճիշտ լավ երաժիշտ լինելով գիտարով եւ այլն որ միևնույն է երգը ինձ չհասավ ինչի մասին էր երգը ես ոչ մի բան բացի քո ճիշտ ու կայֆ կերպարից չհիշեցի ոչ խոսքեր, ոչ նեղեդային գիծ, ոչ մի բան չմտավ, բայց այն ինչ որ քոննա, դու շատ լավ այդ կարողանում ես անել, բայց խոսքը, մեսիջը, գրողի, հեղինակի կատարած աշխատանքը ինձ չհասավ, որտեվ դու, այո, էմոցիայից սանդղակը շատ ավելի բարձր, քան
Էմոցիան խեղդեց մեզ։ Խեղդեց, հա, Արմենի կերպարը ինքը շատ լավ կերպարը իդեպ ու շատ ճիշտ կերպարը խեղդեց ու ինձ չհասավ տեղ երգը ինչի մասին էր։ Շնորհակալություն Արմեն։ Շատ շնորհակալություն կարծիքի համար։ Իրոք հաշվի կարող ես առնել Արսեն Սաֆարյան։ Այսօր երկու կատարում ունեցար, երկու երգերի եւ իմ կարծիքն է սա ուղղակի, կարծում եմ, որ պետք էր այս երգը թեկուզ տեմպի իմաստով գուցե մի փոքր փոքր ավելի դանդաղեցվեր կամ չգիտեմ, հա, մի փոքր ավելի ուրիշ վիճակով, որովհետեւ դու երկու երգով էլ դուրս եկար ինձ համար նույն կերպարով։ Ինձ համար նույն կերպարով։ Գուցե սխալվում եմ, գուցե դու այդպես չես համարում։ Համաձայն եմ Ավետի հետ, որ երգից այս երգը ավելի անկեղծ լինեմ, այս երգը չհաջողվեց քոնը դարձնելու իմ կարծիքով։ Լավ երաժիշտ ես, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արսեն Սաֆարյան եւ Անդրե։ Բավականին, այսինքն հետաքրքիր է լսել այն երգը, որի շուրջ մենք ենք արդեն աշխատում իմ թիմով, քանի որ Լենան էլ է ընտրել այս երգը, դու էլ լսել սևեռային եւ բևեռային, հա, տարբերությամբ, որովհետեւ այն երգից ինչ որ ի սկզբանե եղել է, դուք կարծես չէիք թողել ոչինչ, հա։ Ես կարծում եմ, որ հեղինակը հնարավոր է, որ դահլիճում չլինի այս պահին, բայց քո տարբերակով, քո կերպարով ես դու միշտ շահում եւ մենք միշտ ասել ենք, որ խարիզման, որը նշեց Շուշանիկը, դու վերցնում ես։ Բայց երգը, չգիտեմ, մի տեսակ այն չէր, որովհետև ես էլ եմ աշխատում այս երգի շուրջ, երգը շատ եք փոխել եւ այդ մեծ դիապազոնը կարծես շատ եք նեղացրել, որովհետև երգը գրված էր ի սկզբանե մեծ դիապազոնի համար։ Անդրե ջան, իսկ ինչ կասես օրինակ սրա մասին, որովհետև վերջին տարիների եւ Լենայի եւ Արմենի պատմության մեջ երաժշտական երկրորդ անգամ է, որ նրանք հանդիպում են կիսաեզրափակիչ փուլում։ Այդ շատ լավ է, ճակատագիր ասած Ավետը եւ ես կարծում եմ, որ ամեն դեպքում հետաքրքիր էր այս տարբերակով Արմենի կատարումը լսելը, բայց ես մի պահ այն վատ ֆոբիան ինձ տարավ Եվրատեսիլ 2006, որտեղ Լորդի խումբը հաղթեց։ Հաղթեց քեզ եւ էլի 6 հոգով։ Դե շնորհակալություն Անդրե, եկեք սա բարենք Անդրեին։ Շնորհակալություն եւ թիմի ղեկավարը Կիսանե Նեպալյան։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ ի տարբերություն այլ մասնակիցների, Արմենը այնպիսին է, ինչպիսին կա, այսինքն մենք չենք կարող իրեն տրանսֆորմացնել, փոխել ոճային կամ փորձել այս ոճում, այս տարբերակով, սա մի խոսքով մենք չենք կարող։ Արմենը այնպիսին է, ինչպիսին կա։ Նա ռոք երաժիշտ է, մենք ոչ թե ճկուն չի Անդրե, ոնց որ դու ես ասում, այլ Արմենը ունի հստակ պատկերացում եւ ինքը որպես երաժիշտ եւ մտածող երաժիշտ կայացած է։ Ինքը գիտի ինչ է ինքը սիրում, ինքը պատկերացնում է հստակ, որ երգը ինչպես է ինքը զգում եւ մենք այս երգի հետ կապված ես շատ անհամաձայնություններ ունեի Արմենի հետ, այսինքն գիտեի, որ միգուցե լայն մասաների կողմից հեշտ չընկալվի այս տարբերակը։ Դու հենց նոր մեզ ասացիր լայն մասա։ Բայց այն տարբերակը, որ Արմենը ներկայացրեց, նա արեց, որովհետև նա ռոք երաժիշտ է եւ նա պետք է ցուցաբերեր իր կարծիքը, երաժշտական եւ իր պատկերացումը։ Շատ շնորհակալություն Կիսանե Պալյանին, ուղղակի մի բան կա, որ արագ չենք ուզում անցնենք։ Ավետը իրոք վիրավորվեց, որ իրեն ասիկ լայն մասա։ Ես Ավետին նկատի չունեի։ Իհարկե չէ։ Բայց ինքը տենց է հասկացել։ Ավետ ջան, դու լայն մասա չես կարող լինել։ Շնորհակալություն Կիսան։ Դու Ավետն ես, Վարսեղյան։ Շնորհակալություն։ Բարիշ ես։ Խոսքից լայն առումով, այո։ Ամեն ինչ նորմալ է։ Հրաշալի։ Շնորհակալություն Կիսանե Պալյան, այժմ լսենք Արմենի խոսքը։ Արմեն, կարծիքներ եղավ, որ երկու տարբերակներ էլ նման էին իրար, կարծիքներ եղավ, որ այս երգը պետք է չլիներ այսպես, երգից քիչ էր մնացել այն, ինչը որ ինքը կար սկզբնական վիճակում։ Քո կարծիքն եմ ուզում լսել։ Համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ երկու երգերը նման էին, քանի որ իրոք ոճային շատ տարբեր էին։ Կարող է ռոք չիմացող մարդու համար դրանք նույնը լինեն հնչողությամբ, բայց ամեն դեպքում տարբեր էին։ Նախկինը hard rock ոճի մեջ էր, այս մեկը heavy metal եւ thrash metal։ Դու որ երգը կնախընտրես, որպեսզի երգես եզրափակում։ Heavy rock թե thrash metal-ը։
Դժվար հարց է, ճիշտ ասած։ Դժվար հարց եմ ես տալիս։ Տարբերություն չեմ դնի, որ երթն էլ ինձ բաժին հասնի։ Անպայման ամեն ինչ կանեմ, ավելին կանեմ, որ երգը դառնա իմը։ Մտնի իմ մեջ։ Շատ լավ, այսինքն ընտրությունը թողնում ենք ժյուրին։ Ժյուրին, որը որ համարի ավելի քեզ հարազատ, նա էլ դու կկատարես ես։ Ամեն դեպքում ես էլ եմ գիտակցում, որ այս տարբերակը շատերի ականջին խորտ կնստի, խորտ մեղմ ասած, բայց կկանգնի ականջին, չի էլ նստի։ Շնորհակալություն Արմեն, ընտրությունը թողենք մեր սիրելի ժյուրի անդամներին, Արմեն Եղիգարյանին ենք ծափարում։ Շնորհակալություն Արմեն։ Ես էլ հասկանում եմ, որ ժյուրի անդամների մեջ կիսանեից բացի չկար մեկը, ով սրտանց կզգար այն երաժշտությունը, որի ես մի քիչ առաջ ներկայացրի։ Շանիկ Արևշատյան։ Ճիշտ ասած ծանոթ չեմ, բայց լավ ստացվեց։ Այս տարբերակը այն մարդկանց համար էր, ովքեր որ իրոք սիրում են ու ապրում են այս երաժշտությունով, իսկ նման մարդիկ շատ քիչ են այսօր։ Շատ լավ է։ Ես կարևորը ռոք լավ իրավ ջիգերը կա շարժում է մարդու գլուխն ու մարմինը կարևորը է ամենալավ տարբերակը երևի մեկը չեմ լսել դեռ բայց ինձ համար առաջինը ռոքն է Շնորհակալություն այժմ այս երգի իր տարբերակը կներկայացնի Լենա Ղազարյանը Քանի որ երրորդ տարբերակով դու ընտրել ես գիտես ես կգամ, դա արդեն Սուսանա Պետրոսյանի կատարմամբ արդեն ֆինալ է հասել այդ երգը։ Երրորդ տարբերակի համար ընտրել ես Փակուղին։ Ազատության թևեր անեմ գնամ, էցավ չզգամ քո կյանքից հեռանամ։ Շատ ժոստկի ստիլի մեջ պիտի երգես, то есть գոնե թիթեր դառնամ, չի սազելու։ Ազատության թևեր անեմ գնամ, էցավ չզգամ քո կյանքից հեռանամ։ Գիրքն է պետք։ Ամշոտ, հետո վերջում մի հատ ցույց տվեք ռոկերներին։ Այո։ Աննկատ հեռանամ, նեկուզ մի երդառնամ, բայց ես ազատ մնամ։ Այն լիրիկ խաղերը անի մեջից, չի սազում։ Այդ կուպլետներում ոնց որ սենց մի տեսակ այն ազատությունը չկա, ոնց ես եմ պատկերացրել։ Լեն, սկզբում ձայնը տենց նագրուսկա մի տուր ձայնիդ վրա, թեթև երգի ու պիտի շատ լայն երգես։ Հետո նոր երկրորդ մասից արդեն կարաս։ Ես դաժե մտածում եմ կողո երկրորդ կուպլետի երկրորդ մասից թեթև բասն էլ լինի ու դաժե մի քիչ բառաբանել։ Կարծում եմ Գիսանեն 5 կդնի այս երգին, չնայած որ իր մասնակից չես, բայց հույսով եմ, որ 5 կդնի։ Նայիրները, սա նայիր, մի տեսակ է, նայիր, չէ, ոչ թե երկար, այլ նայիր, մի քանի տեղ պրիպևում խաղեր կա, չի սազում, հա, որտեղ Վարդանը որ ռիթմը արդեն մտնում է, ոնց որ դու մնում ես այդ խաղի վրա։ Բայց երկրորդ կուպլետից եկող ռիթմը մտնում, չարժես այդ շարժումը։ Հա, բայց պրոստը շարժումը տա մի տեսակ, չէ մի արա ոտերդ, ներվը տուր ներսից։ Փակուղին Լենայի տարբերակը մի քիչ էլ ավելի ռոքային է։ Քանի որ ոճս այս անգամ ուրիշ է եւ ուզում եմ փորձել արդարացնել այդ ոճում ինձ եւ Փակուղին ինձ համար ավելի հոգեհարազատ է։ Ներկայացնի դու ջահել ես իմ թևերը ներկայացնի քեզնից մնացած հետքերը թևատել ես չեմ կարող թրջել քո սիրուց ես չեմ կարող փախչել ներկայացնի իմ նեղացած աչքերին
հրեշտակներ չեն լինի Դարձել եմ արգելված աղավնի Ազատության թևեր առնեմ գնա Էնց արջիս կամ քո կյանքից հերանամ Գոնե դիտեր դառնամ Աննկատ հերանամ Թեկուզ մի երկ դառնամ Բայց ես ազատ մնամ Կա նայիր Դու ջարդել ես իմ թևերը Կաց նայիր Իմ թևերը ես բացում եմ Քեզ համար հեշտակ եմ ես դարձել Ինձավից ոչինչ չի մնացել Վեր կաց նայիր Ես երջանիկ սավարդում եմ Վեր կաց նայիր Իմ թևերը ես բացում եմ Քեզ համար հեշտակ եմ ես դարձել Ինձավից ոչինչ չի մնացել Ազատության թևեր առնեմ գնամ Էլ ցավ չզգամ քո կյանքից հեռանամ Գոնե դիտեր դառնամ Աննկատ հեռանամ Թեկուզ մի երկ դառնամ Բայց ես ազատ մնամ Ազատության թևեր առնեմ գնամ Էլ ցավ չզգամ քո կյանքից հեռանամ Գոնե դիտեր դառնամ Աննկատ հեռանամ Թեկուզ մի երկ դառնամ Բայց ես ազատ մնամ Դեկնած նայիր Դու ջարդել ես իմ թևերը Վեր կաց նայիր Քեզնից մնացած հետքերը Վեր կաց Բրավո։ Այո, ծափարությունները արդեն գնահատական են, սակայն մենք դեռ ունենք գնահատականներ, որ պետք է դնենք մեր սելի ժյուրի անդամները։ Սելի ժյուրի անդամներ, ձեր առջև կանգնած է մի աղջնակ, որ միշտ տարաձայնություններ է առաջացնում ձեր շրջաններում։ Շուշանիկ Արևշատյան։ Բրավո Լենա, բրավո, որովհետև շատ գեղեցիկ ռոք բալադ, որը դու ապացուցեցիր։ Շնորհակալ եմ շատ։ Որ ինձ թվում է հիմա ավետ արդեն կհասկանա համ խոսքի բառերը, համ երաժշտություն, համ մելոդիան, այդ ամեն ինչ որ ինքը չհասկացավ։ Հիմա ինքը արդեն կհասկանա եւ շատ գեղեցիկ կատարում իսկապես անթերի կերպարից, ընտրած արանժировկաներից եւ կատարումից։ Կեցեք, բրավո Լենա։ Շատ շնորհակալ եմ։ Լայն մասաների ներկայացուցիչ Ավետ Բարսեղյան։ Խոսեմ լայն մասաների անունից, Լենա ջան, խոսքերը իսկապես տեղ հասան ինձ, վերջապես ես ուզում եմ ծափարել հեղինակին, հետաքրքիր ու շատ գեղեցիկ կատարման համար։ Այնուամենայնիվ, շատ գեղեցիկ խոսքեր լսելու ես դեռ, այնուամենայնիվ պայթունավտանգությունդ չերևաց, ես կուզեի շատ, ես չգիտեմ փորձերին ոնց է եղել և ինչպես է կատարվել, կուլմինացիոն վիճակներին մի քիչ ավելի ազատ պետք է ըստիս լինես և քո լավ երգչուհի մաքուր երգեցողության հետևից ընկնելը չխանգարի էմոցիոնալ պլանին, որը շատ ավելի այս երգի մեջ պետք է, եթե այս երգը որոշվի, որ դու ես ներկայացնելու, Լենա ջան, ես կուզենամ շատ ավելի բաց, ազատ ու այդ երգչուհին
բաց թողնի էմոցիոնալ Լենային, որ շատ ավելի հետաքրքիր նայվի այս երգը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ավետ։ Ես կարծում եմ Ավետի կարծիքներին ուղղակի պակասում է երաժշտություն։ Որ դառնա երգ։ Դա դառնում է երգ։ Շնորհակալություն Ավետ Բարսեղյան, Արսեն Սաֆարյան։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ կարևոր էր, որ հասկացանք երգը ինչի մասին էր։ Գուցե ես ռոքից բան չեմ հասկանում, անկեղծ ասած, բայց այստեղ էլ ռոք կար, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ավելի է։ Դե ուզում եմ ասել, որ կարևորը երգը հասկացվեց, խոսքերը եւ հասկացանք ինչի մասին է եւ նաեւ քո գեղեցիկ կատարմամբ շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արսեն Սաֆարյան։ Գիսանե Պալյան, քո մասնակիցներ էր այս երգը կատարում, բայց ես զգացի, թե ինչպես էր դու Լենայի կատարման ժամանակ փշակաղվում։ Խնդրում եմ կարծիքներ։ Հա, իսկապես երևի զգացի։ Անաչառ փշակաղներ եմ ես նկատել։ Լեն, ես փշակաղվեցի առաջին իսկ նոտայից մինչև վերջին նոտան։ Այսինքն դա գիտես ինչի մասին է խոսում։ Մենք ես քեզ գիտեմ դեռ X Factor-ից եւ բազմիցս ուզեցել եմ ուրիշ Լենա տեսնել, այսինքն ես գիտեմ, որ քո մեջ կա մի բան, որը շատ յուրահատուկ է եւ ուրիշ Լենա է։ Ես ուզեցել եմ այս Լենան միշտ տեսնել, ոչ թե դրա համար, որ ռոք բալադ ես կատարել եւ այլն։ Դու կատարել ես հիմա դու այնպես կատարեցիր, ես ուղղակի խոսքեր չունեմ։ Լեն, դու, չգիտեմ, հոյակապ ես, Լեն։ Իսկապես էս են պահնա, երբ երգչուհի Լենան գնաց իմ համար երկրորդ պլան եւ ես զգացի Լենայի հոգին։ Շնորհակալություն անպայման հեղինակին, որովհետեւ իմ այս 6 երգի միջից իմ ֆավորիտ երգերից է եղել այս երգը, շատ օրիգինալ, շատ գեղեցիկ խոսքերով եւ ես շատ ուրախ եմ, ես շատ սիրում եմ քեզ, որ դու այս երգը ընտրեցիր եւ այսպես կատարեցիր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալություն շատ։ Ասա որ այսպիսի խոսքերին արժանանալու համար արժեր անել են աշխատանքը, որ դու արել ես քո թիմի ղեկավարի հետ, Անդրեի հետ։ Անդրե։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին, որ կարծիքները հայտնեցին, նաև ուզում եմ շնորհակալ լինեմ Վարդանին եւ Արմենին, որոնք որ իսկապես արժանի են ծափահարությունների։ Մարդիկ, ովքեր որ քանի օրեր, գիշերներ իսկապես տանջվել ենք եւ տարբերակներ ենք փնտրել նույն երգերի համար, Լենա, իսկապես շնորհավորում եմ, շատ լավ էր ամեն ինչ, այդ շտատիվը իսկապես պիտի գցեիր, այսինքն պիտի գցեիր ուղղակի, գիտեմ, ուզել ես, բայց չես գցել, բայց պիտի գցեիր, ամեն ինչ շատ լավ էր, ես շնորհավորում եմ մեզ, շնորհավորում եմ քեզ, որովհետև ամենայն դեպս այս ոճի երգ չես երգել դեռ, ու եւ երգեցիր։ Շնորհակալ եմ։ Դրա համար է շտատիվը չգցես։ Շնորհակալություն Անդրե։ Շատ շնորհակալություն Լենա, գեղեցիկ կատարման համար։ Կարծում ավելորդ է այս հարցը, բայց մեկ է պետք է տամ։ Որ երգով ես քեզ տեսնում եզրափակիչ փուլում։ Երկուսի մեջ էլ տեսնում եմ ինձ։ Ավելորդ չէ ասում։ Բայց ամենաշատը։ Չեմ կարող ասել հավասար չափերի վրա են։ Մի քիչ որ ավելի շատ է։ Փակուղի։ Փակուղին։ Փակուղին։ Շնորհակալություն Լենա, Անդրեն ձեռք է բարձրացնում, այո Անդրե, պատրաստ ես պատասխանել։ Ես ուղղակի իսկապես զարմացած եմ բոլոր մասնակիցների վրա եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրենց հետ եկել էին, սիրված մարդկանց, որ այս երգը որևէ մեկը չի ընտրել։ Ես իսկապես, երբ որ մենք լսում ենք այս երգը, ես չգիտեմ, մի տեսակ այնքան լայն եւ շատ գեղեցիկ երգ է, ես ուղղակի զարմացել եմ, որ որևէ մեկը չէր ընտրել, բայց մեկը երգը դրանից չի տուժել եւ երգը շատ գեղեցիկ երգ է։ Այդպես մի ասա, օրինակ ես Արմենի կողմից էի գնացել եւ ես չէի ընտրել այս երգը։ Կներեք, ես իրականում շատ խելացի որոշում էի կատարել։ Չէ՞։ Եթե Արմենի հետ ես գնացել, այո։ Արմենի հետ է գնացել, այսինքն դա ոչ թե երգին է հենց վերաբերում, այլ այն մարդուն, ով բայց մեկը զարմացել է, որ այս երգը չէին ընտրել։ Բայց մեկը տենց մի ասա։ 6 հոգուց մի հոգի չի ընտրել։ Շատ լավ։ Շնորհակալություն ժյուրի անդամներին գեղեցիկ խոսքերի համար։ Ամենակարևորը քեզ շնորհակալություն, որ ստիպեցիր նրանց գեղեցիկ խոսքեր արտաբերել։ Շնորհակալություն Լենա։ Քիչ անց դուք իմանաս թե ինչ որոշում եք կատարել մեր ժյուրին։ Դե ինչ լսեցինք այսօրվա բոլոր կատարումները, այժմ մեր ժյուրին ունի հնարավորություն եւ ժամանակ գնահատելու մեր մասնակիցներին։ Այս ելույթը ինձ թվում է ավելի լավն էր։ Այո,
Երկուսն էլ լավն էր։ Ուղղակի ես այս ոճում առաջին անգամ ներկայացա ու չգիտեմ, հարմարվել էի այս ոճի մեջ։ Եվ ինձ թվում է լավ կլինի։ Ընդհանրապես երգը գրվել աղջկա համար, բայց երբ որ Արմենը կատարեց սրանից առաջ, ես ասեցի, որ սրանից լավ չի կարա լինի, ինձ համար ռոք վիճակը, ինձ համար այդ դրայվը ուրիշ է, բայց միշտ լավից լավը լինում։ Ինձ շատ դուր եկավ Լենայի կատարման, չէի սպասում, որ ճիշտն ասեմ։ Պրեմիերա 2 նախագիծն է եթերում, երկրորդ կիսաեզրափակիչ, իսկ եթե դուք այս պահին եք մեզ միացել, կարող եք ձեր բացը լրացնել ուղղակի այցելելով Շանթի պաշտոնական կայքեջ, իսկ մենք շարունակում ենք տեսնում ենք մասնակիցներին, ովքեր այստեղ կանգնած են քիչ առաջ ձեզ համար հրաշալի ելույթ ունեցան, կարող ենք դրան շնորհակալություն ասել այդ ամենի համար։ Սա երևի ամենակուլմինացիոն պահն է, որովհետև հիմա մենք պետք է իմանանք, թե ձեզնից ովքեր եւ որ երգերը կերկեն եզրափակիչ փուլում։ Դուք հիմա ունեք վերջին անգամ ինձ ասելու, թե որ երգը իրոք կնախընտրեիք կատարել եզրափակիչ փուլում։ Պետք է ասեմ, երկու երգն էլ շատ ուզում կատարել, որովհետև երկուսն էլ շատ հետաքրքիր ստեղծագործություն են։ Բայց այնուամենայնիվ չեմ ասի։ Ասես չասես, ես եմ իրականում ասելու։ Բայց չեմ ասի։ Դու չգիտես, բայց որը կցանկանայիր։ Եթե դու իրոք ունենայիր ընտրություն, եթե դու ունենայիր այդ հնարավորությունը դու որոշելու, որը քեզ համար կընտրեիր։ Կարոտ։ Կարոտ, շատ լավ։ Արեքի սրտին ավելի մոտ էր կարոտը։ Արմեն Եդիգարյան։ Անկեղծ, ինձ համար տարբերություն չկա երկու երգից, որ մեկը կլինի։ Բայց կեղծավոր։ Բայց էլի անկեղծ, հանդիսատեսից արձագանքը զգալով, հասկանալով, ասեմ, որ հարբած է։ Քեզնից հարբած երգը Արմենը նախընտրում եւ Լենա քեզ ենք լսում։ Փակուղին։ Փակուղին։ Սա այն պահն է, որ պետք է լիներ ամենագլխավոր ինտրիգը, սակայն առաջին անգամ է, որ ժյուրի բոլոր անդամները բոլոր երգերին տվել են նույն գնահատականը։ Այսպիսի բան չէր եղել, նույնիսկ ասեմ, որ այնքան օբյեկտիվ է եղել ամեն ինչ, որ ժյուրի անդամները ինչպես հասկացաք, եթե ինչ-որ մեկը ստացել է ցածր գնահատական, նույնիսկ նրա խմբի ղեկավարն էլ իրեն դրել է նույն ցածր գնահատականից։ Այսպիսի բան է եղել եւ այս ամեն ինչը հաշվարկելով ես ձեզ հիմա կասեմ, թե մեր եզրափակչում ով որ երգն է կատարելու։ Նարեկ Մակարյան։ Դու եզրափակչում։ Դու եզրափակչում ես։ Կարոտ երգով։ Արմեն Եդիգարյան, դու եզրափակչում ես, քեզնից արբած երգով և Լենա իհարկե փակուղի։ Դե ինչ այսպիսին էր ժյուրիի որոշումը, վաղվանից այս պատասխանատվությունը ձերն է։ Երկու շաբաթ անընդմեջ երգերը կհնչեն առավոտը Շանթում ժամանցային ծրագրի շրջանակներում ռադիովան ռադիոկայանի լայմ հեռուստաընկերության հանրային ռադիոյի եթերներում։ Մենք շատ շուտով կիմանանք, թե ովքեր են։ Ձեր քվեարկության արդյունքում գործընկերներից յուրաքանչյուրը կունենա իր հաղթողը, իսկ մենք կհանդիպենք եզրափակիչ փուլում։ Պրեմիերա նախագիծներ Շանթի եթերում կհանդիպենք շատ շուտով։